Ողջույն, մեր սիրելի հեռուստադիտողներ, Արմենիա հեռուստաընկերությամբ տունտեղ հեռուստանախագծի Գարնանային եթերաշրջանի 6-րդ թողարկումն է։ Մենք շարունակում ենք մեր շինարարական վերանորոգման աշխատանքները եւ յուրաքանչյուր թողարկման ընթացքում ցուցադրում ձեզ։ Իսկ եթերից դուրս ամենօրյա ռեժիմով հետևում ենք վերանորոգմանը, որպեսզի 3 ամիսների ընթացքում ավարտենք մեր նախագծերը եւ ցուցադրենք։ Դե ինչ, բարի եթեր մեզ, իսկ եթերից դուրս մեզ համբերություն, որպեսզի ամեն ինչ ժամանակին ավարտենք։ Ողջունում եմ մեր բոլոր հեռուստադիտողներին, մենք սկսում ենք մեր գլխավոր հովանավոր United Technical Service ընկերության գրոհ մասնագիտացված կենտրոնի խորագիրը եւ մեր տաղավարում այսօր հյուրընկալել եմ Գրաֆի ճարտարապետական արվեստանոցի հիմնադիր պարոն Վարդանյանին։ Ողջույն, պարոն Վարդանյան։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերքի համար։ Պարոն Վարդանյան, մի փոքր զրուցենք ձեր անցած փորձի մասին, գիտեմ, որ ունեք ավելի կան առնվազն 300 ավարտած նախագծեր։ 200-ից ավել ավարտած նախագծեր ունենք միանշանակ, բավականին հարուստ փորձ ունենք ու ամենակարևորը մեր աշխատանքային փորձը չի սահմանափակում կոնկրետ նեղ մի որևէ կամ 1-2 ուղղվածությամբ։ Ունենք 8-9 տարբեր բաժիններ, այսինքն սկսած առանձնատներից մինչև մեծ գործարաններ իրականացված բավականին հաջող ու կարևոր նախագծեր ունենք, բավականին մեծ եւ ինդուստրիալ օբյեկտներ հետաքրքիր ունենք մշակած եւ հյուրանոցներ ունենք բազմաթիվ ավարտված եւ գործվող եւ նախագծվող բազմաբնակարան բնակելի համալիրներ ունենք բազմաթիվ հետաքրքիր եւ կոմպլեքսներ եւ մեկ շենքով եւ մի շարք շենքերով ունենք առողջապահության հետ կապված կառույցներ, հիվանդանոցներ ունենք այս պահին իրականացվող եւ նախագծվող կառույցներ, հենց UTS-ի հետ համագործակցում ենք ոչ փոքր մի բժշկական կառույցի շրջանակներում գրոհիով վստահ եմ, որ նաեւ սալիկների մասով շարունակենք այդ համագործակցությունը ու ոչ շատ մեծ թիմ ունենք, մոտորապես 8-9 ճարտարապետով ենք աշխատում, բայց ունենք իրականացված բավականին համարձակ նախագծեր, թե քաղաքաշինական, թե առանձին փոքր օբյեկտներ։ Պարոն Վարդանյան, հաջորդ հարցը, որ ուզում եմ ուղղել, հետաքրքիր է։ Կասեք, ինչ առավելություններ ունեն օրինակ բնակարանի կամ առանձնատան, հասարակական կամ կոմերցիոն տարածքների կառուցապատման եւ վերանորոգման հարցում դիզայներների եւ ճարտարապետների հետ համագործակցությունը ի համեմատ օրինակ ինքնուրույն որոշումների կամ ինքնուրույն այսպես կատարման։ Հարցուն երկու պատասխան։ Կարճ եւ երկար։ Կարճը դա նա է, որ ճարտարապետի, դիզայների եւ ինժեներների դիմելու պարագայում միանշանակ պատվիրատուն ունենում է եւ ժամանակ եւ միջոցների մեծ խնայողություն, որին իհարկե ինքը անդրադառնում է մյուս պարագայում, երբ որ չի դիմում ու վերջում եթե հանկարծ հաշվարկ անում, այդ հաշվարկի պարագայում տեսնում է, որ 2 անգամ, 3 անգամ սարքել է, քանդել է, ուշացնել է ձգձգումները, սխալ որոշումները ու վերջնական արդյունքում ոչ պրոֆեսիոնալ, ոչ ֆունկցիոնալ լուծումներ է ստանում։ Այսինքն դիմելով ճարտարապետին, ինժեներին կամ դիզայներին, պատվիրատուն վերջնական արդյունքում ստանում է ինչ։ Ստանում է տվյալ մարդկանց տարիների ընթացքում քննություն բռնած փորձի կիրառությունը իր կառույցում։ Եվ վերջը խնայում է գումարը եւ ժամանակ, խնայողություն, հաշվարկ ավելորդ ոչինչ չի գնվում, չի լինում այնպես որ գնված նյութը ավելանում է, չի քանդվում, չի սարքում, այսինքն դա եթե մարդը ավելի հեռուն է մտածում, միանշանակ դիմում է ճարտարապետին։ Փառք Աստծո, այսօր շատ ավելի շատ են դիմում մարդիկ, նույնիսկ փոքր օբյեկտների բնակարանների պարագայում մարդիկ արդեն հասկացել են, որ կողքից նայող մարդու աչքը ավելին է տալիս, քան սեփական միջոցներով կամ սեփական մտքերով որևէ նմանատիպ գործի մեջ մտել ու ամենակարևորը դու արդյունքում ստանում ես հենց քո բնակարանը, ոչ թե բնակարան, որը նման է հարևանին, որը նման է ընկերոջը եւ այլն։ Այ խոսենք ձեր ընթացիկ նախագծերից, որն է ամենահետաքրքիրը, որ այս պահին իրականացնում եք մասնավորապես հենց United Technical Service ընկերության հետ։
Նման հարց ինձ մի անգամ էլ են տվել, ամենահետաքրքիր նախագիծը դա ամենաբարդ նախագիծն է, միանշանակ։ Իսկ մեր գործունեության մեջ ամենաբարդ նախագծերից դա առողջապահական հիմնարկների նախագծերն են։ Այս պահին մենք ունենք United Technical Service-ի հետ մի նախագիծ, որով աշխատում ենք գրոհի մասով, ասեցի ես, ու դա առողջապահական հիմնարկը ոչ փոքր ու նորմալ գրոհի մասնագետների աջակցությամբ գնում ենք առաջ։ Հաջորդ փուլը այդ ծրագրի մեջ կլինի արդեն Atlas Concorde-ի սալիկների կիրառումը տվյալ կառույցում, որտեղ մենք արդեն ներքին հարդարման վերջնական նախագծեր ավարտել ենք, համաձայնեցրել ենք պատվիրատուի հետ, արդեն անցնում ենք հաջորդ փուլ, որտեղ պետք է նյութերի ընտրություն կատարենք ու առաջարկներ պատվիրատուին ու վստահ եմ, որ Atlas Concorde-ի պալիտրայից ելնելով, քանի որ բավականին բազմազանող հնարավորությունները մեծ է թե չափերի, թե տեսականու, մենք հաստատ կհասնենք այն հանգրվանին, որ կհպարտանանք վերջնական արդյունքով մեր կատարած համատեղ կատարած աշխատանքի։ Պարոն Վարդանյան, խոսենք գրոհե, ապրանքանիշից, ինչպես նշեցի, կիրառում եք ձեր նախագծերում։ Այ հետաքրքիր է, գրոհե արտադրանքի որ առանձնահատկությունն են ամենից կարևոր ձեր աշխատանքներում, որն եք ամենից շատ գնահատում։ Գրոհի պարագայ, իսկ կարծում կարելի է համադրել գրոհե եւ որակ բառերը միանշանակ։ Եվ դիզայներական լուծումները, եւ տեխնիկական, տեխնոլոգիական լուծումները ամեն ինչը շատ կարեւոր են, բայց գրոհեի պարագայ կարելի է առանց երկմտելու մարդկանց խորհուրդ տալ գրոհեն կիրառել հասարակական վայրերում։ Ինչի, որտեղ մեծ հոսքերի պարագայում գրոհեի որակը այն է, որը որ երբևէ խնդիր չի տա, երկարաժամկետ, երկարակյաց ծառայում։ Եթե նույնիսկ տալ, ապա United Technical Service-ը տալու պարագայում էլ կա սպասարկման կենտրոն, որը այս պարագայում առաջինն է Հայաստանում ու մինչև այսօր նման բան չի եղել, UTS-ի Grow Professional կենտրոնի հետ կապված։ Սպասարկման կենտրոնը հաստատ բոլոր հարցերը կլուծի, բայց վստահ եմ, որ սպասարկման կենտրոնը այդքան շատ աշխատանք չի ունենա, քանի որ գրոհեն այն որակն է տալիս, որ այնպես չի, որ անցած սպասարկելա պետք միանշանակ։ Պարոն Վարդանյան, նշեցիք UTS-ի կողմից առաջարկվող ամբողջական լուծումների կարևորության մասին, հա։ Ես գիտեմ, որ օրինակ Grohe Professional վաճառասրահում կարելի է գտնել միայն լավագույն աշխարհարչակ ապրանքանիշների արտադրանքներ, ինչպիսիք են օրինակ Grohen, Caldeven, մինչև իտալական Atlas Concorde, ինչու եք անում ամբողջական, հա, այս լուծումների կարևորությունը դες համար։ Ամբողջական լուծումների կարևորությունը առաջինը UTS-ի պարագայում տալիս է մեզ ինչ մասնագետների կողմից նյութերի ճիշտ համադրություն, որը բերում է եւ ժամանակի եւ նյութական խնայողությունների։ Ամենակարևորը ամբողջական լուծումների առաջարկը որևէ մի կազմակերպության կողմից, այս դեպքում UTS-ի կողմից բերում է մեր պարագայում վերջնական արդյունքի հանդեպ վստահություն, վերջնական արդյունքի միանշանակ ակնկալում եւ վերջնական արդյունքի ստացում ու ամենակարևորը նորից էլ բերում է ժամանակի մեր ճարտարապետների ու դիզայներների համար ժամանակի եւ պատվիրատուի համար նյութական խնայողություն, միաժամանակ նաեւ պատասխանատվության որոշակի բեռն իրենց վրա վերցնում, այսինքն վստահելով UTS-ին մենք իդեմս պրոֆեսիոնալների ստանում ենք վերջնական լուծումներ, ամբողջական լուծումներ ու սխալվելու հավանականությունը նվազեցնում ենք համարյա 0-ի։ Պարոն Վարդանյան, գիտեմ, որ դուք էլ միշտ արտարապետների հետ միասին, հա, մեկնել եք Իտալիա, Atlas Concorde-ի գործարան, այցելել եք գործարան, ծանոթացել արտադրական process-ներից, այդ հետաքրքիր է ձեր տպավորություններով կիսվեք մեզ հետ։ Atlas Concorde-ը հրաշալի տեխնոլոգիական գործարան ունի, բավականին, սկսած փոքր չափից մինչև հսկա անբացատրելի 160-320 չափի սալիկներ են արտադրում։ Ամենակարևորը արտադրում են սալիկներ բնական քարից վերցրված ֆակտուրայով, որոնք հետո վերացվում են ու կրկնությունը բացառվում է։ Առաջարկում են շարունակական նկարվածքով սալիկներ, այսինքն կարող է ամբողջ մեծ պատ կամ մեծ հատակ նույն շարունակական ամբողջական տեսք ունենան։ Ամենակարևոր ունեն մինչև 20 մմ հաստությամբ սալիկներ, որոնք նաև
հաստության մեջ միապաղաղ չեն, այլ ունեն էլի ֆակտուրա, այսինքն հնարավորինս մոտեցրած է բնական քարի։ Եթե մի պահ պատկերացնենք սալիկը կողքից կտրված կանելու պարագայում, դու միագույն ինչպես բոլոր միատար միագույն էլեմենտ չես տեսնում, այլ տեսնում ես բնական քարին հնարավորինս մոտիկ։ Ես վստահ չեմ, բայց երևի թե դեռևս որևէ սալիկ արտադրող գործարան նման տեխնոլոգիա չունի, որովհետև դա բավականին թանկարժեք ու բավականին նորարարական ու առաջադեմ տեխնոլոգիա, որը կիրառում է Atlas Concord։ Բավականին տպավորիչ գործարան է, թե իր մասշտաբներով, թե արտադրանքի տեսականիով, թե մոտեցումներով, թե իրանց շոուրումով, ահռելի մեծ շոուրում ունի ներկայացրած բավականին լուրջ սալիկների կիրառման հնարավորություններով։ Շատ լավ, պարոն Վարդանյան, կարծում եմ մեր սատիտողները ծանոթացան ձեր անցած փորձին UTS-ի հետ, փորձառության ես կասեի, դրական փորձառության, եւ վստահ եմ, որ ձեր հաճախորդների հետ միասին առաջի վայրը, որ լինելու է, հենց United Technical Service ընկերության, Grohe մասնագիտացված կենտրոնի այցելությունն է լինելու, որտեղ էլ կարող են ընտրել ամեն ինչ լոգարանային ինտերիերների եւ ոչ միայն, նաեւ խոհանոցի ծորակներ եւ առհասարակ այն վայրերում, որտեղ կարելի է կիրառել սալիկներ, ծորակներ եւ այն ամենը, ինչ ներկայացնում է այս ընկերությունը։ Միանշանակ այդպես է լինելու, ես կարծում եմ բոլոր ճարտարապետներն ու դիզայներները միշտ ձգտում են գնալ այն մատակարարների մոտ, ովքեր քիչ խնդիրներ են ստեղծում։ Իսկ United Technical Service-ը դա հենց այդպեսին է։ Ստեղծում այլ լուծումներ է առաջարկում խնդիրներ ստեղծելու փոխարեն։ Հաճելի էր զրույցը, կհանդիպենք մեր առաջիկա թողարկումներում։ Նմանապես շնորհակալություն։ Մենք շարունակում ենք տուն տեղ հեռուստանախագծի գարնանային եթերաշրջանը եւ բարձր տրամադրությամբ տեղափոխվում ենք մեր այս եթերաշրջանի ամենաոճային գլխավոր գործընկեր Capital Interiors-ի ցուցասրահ, որտեղ զրույցը շարունակելու է պրոյեկտ մենեջեր Լուսինե Գրիգորյանի հետ։ Ողջույն Լուսինե։ Լուսինե, այսօր առաջարկում եմ խոսել սեղան եւ աթոռներից։ Իհարկե, մեծ սիրով։ Առաջի հարցը, որ ուզում եմ ձեզ տալ, դա ապրանքանիշերն են, ինչ ապրանքանիշի սեղանաթոռներ առկա ցուցասրահում եւ որոնք են ամենից սիրվածը մեր հայրենակիցների կողմից։ Սկսենք իտալականներից, քանի որ իտալականը միշտ ֆավորիտ է եղել Հայաստանում, եւ դրանցից մեկն է Seven Sedia ընկերությունը, որը մասնագիտանում է աթոռների արտադրության մեջ եւ կատարյալ է այդ հարցում։ Սեղանների եւ աթոռների լայն տեսականի ունեի նաեւ պորտուգալական Lascase, որը որակային առումով եւս շատ բարձր է եւ իհարկե ունի հետաքրքիր թրենդային մոդելներ, որոնք ներկայացված են նաեւ մեզ մոտ։ Ընկերությունների ցանկում է նաեւ Malerba ընկերությունը, որը ունի շքեղ տեսականի եւ հյուրասենյակների եւ ճաշասենյակների համար, որոնց մասին մենք այսօր ավելի մանրամասն կխոսենք, ունենք նաեւ հաճախ ենք աշխատում նաեւ Կանտորի, Տուրի եւ Ֆրանչեսկո Պասի ընկերությունների հետ։ Իհարկե, Անջելո Կապելինեն եւ օպերան միշտ իրենց տեղն ունեն մեր հաճախորդների սրտերում։ Նայեք, նշեցիք բազմաթիվ ապրանքանիշեր եւ վստահ եմ ոչ միայն դիզայներները, այլ առանձնահատուկ նաև անհատները, ովքեր այցելում են Կիևյան 12 հասցեում տեղակայված այս շատ գեղեցիկ ցուցասրահ խճճվելու են ընտրության հարցում։ Արդյոք ունեք ծառայություններ դիզայներական, որով օգնում եք, անհատներին, դիզայներներին ճիշտ կողմնորոշվել, ինչու ոչ նաև չափագրել, իլյուստրացիա, վիզուալիզացիա, այսպես տարբերակով ներկայացնել։ Իհարկե, մենք ունենք անվճար դիզայներական խորհրդատվություն, որի շրջանակներում մեծ սիրով կայցելենք հաճախորդի տուն, կօգնենք եւ չափագրման, եւ կահավորման հարցում, եւ կարող ենք իհարկե տրամադրել 3D վիզուալիզացիա, այսինքն ռենդերինգ ամբողջ փաթեթը, այսպես ասած, այդ ամենով մենք ավելի հաճախորդին օգնում ենք շուտ կողմնորոշվել եւ գտնել գին, որակ եւ դիզայն համադրությունը։ Ինչու ոչ նաև օգնում եք նրան տրենդներին, հետևել, որովհետև դուք լինելով դիզայներ, անպայման ուզում եմ նշեմ, որ Լուսինեն դիզայներ է եւ սա շատ կարեւոր առանձնահատկություն է խանութ սրահների համար, երբ պրոյեկտ մենեջերը նաև դիզայներ է, այսինքն մասնագետ, ով կարող է իսկապես օգնել։
Այո, շնորհակալություն։ Թրենդերին մենք միշտ հետևում ենք եւ միշտ աշխատում ենք լինել թրենդերի հետ մեկ ոտքի, հա, այդպես են ասում, եւ թե նույնիսկ երբեմն էլ մեկ մի ոտք առաջ, մեկ քայլ առաջ։ Ցավոք սրտի Հայաստանում ոչ բոլոր թրենդերն են Հայաստանում տեղ գտնում, որոնցից մեկը կարծում եմ ինքներդ էլ նկատած կլինեք, որ Հայաստանում այսպես ասած զոնավորումը այդքան էլ պոպուլյար չէ։ Համամիտ։ Իմ ամենացավոտ հարցերից մեկը, որ ես գրեթե բոլոր եթերաշրջաններում զրուցում եմ դիզայներների հետ, Հայաստանում առհասարակ որոշ գրագետ լուծումներ այսպես ստվերում են մնացել, չգիտես ինչու։ Միգուցե դա սովետական դիզայնի այսպես ընկալումներից է եկել, բայց Հայաստանում իսկապես զոնավորում չկա ճիշտ ճաշասենյակի եւ հյուրասենյակի, հա, երբեմն մարդիկ նույնիսկ չեն հասկանում տարբերությունը։ Այո, իսկ մենք միշտ մեր հաճախորդներին խորհուրդ ենք տալիս ճաշասենյակը պահել առանձին եւ ունենալ ճաշասենյակին հարիր ամբողջ կահույքը անհրաժեշտ, որն իր մեջ իհարկե ներառում է ճաշասեղանը եւ աթոռները, որոնք հիմնական ակցենտն են այդ ամբողջ սենյակի եւ պետք է լինեն այսպիսի աչքի ընկնող եւ որակյալ բարձրորակ եւ ծառայեն իրենց բուն նպատակի համար, լուսին է, որովհետեւ ճաշասեղանը հայկական ինտերիերներում գրեթե օգտագործվում է ամեն ինչի համար, հարթուկ անելու համար, փոքրիկների կամ չգիտեմ, աշակերտների համար դա սովորելու համար, այսինքն տարբեր նպատակներով են կիրառվում։ Այնինչ մեր հայկական մշակույթում սեղանը շատ պետք է օգտագործվի հավաքների, բարեկամների հետ հանդիսությունների համար, դրա համար մենք ընտրում ենք լավագույն հարմարավետ տարբերակները աթոռների հարմարավետության տարբեր դիզայններով, հետաքրքիր լուծումներով, մարմար, քար, մետաղ, այդ ամեն ինչը կարելի է բավականին երկար կծառայի եւ հեշտ է խնամքի առումով։ Եվ ուզում եմ նշել, որ բոլոր նյութերը մենք սրահում ունենք եւ հաճախորդը ընտրելիս պատվեր կատարելիս կարող է ի սկզբանե տեսնել, թե ինչ տեսք կունենա այդ նյութը, այո։ Կարելի է հետաքրքիր moodboard հավաքել, որը նույնպես մենք հաճախորդին օգնում ենք, մատուցում ենք եւ արդեն ընտրում ենք բուն։ Օրինակ քարի եւ մետաղի համադրություն իրար կողք կարելի է դնել հասկանալ աթոռների պաստառապատումը կամ կաշվե պատումը կամ փայտի տարբերակները հրաշալի, այսինքն յուրաքանչյուր քմաչ, հաճախորդ կամ խելագար, խելահեր դիզայներ կարող է գտնել այն ինչ փնտրում է։ Այո։ Հրաշալի է։ Դե ինչ Լուսինե, առաջարկում եմ հեռուստադիտողներին, որպեսզի տեսնեն այս ապրանքանիշերի գեղեցիկ մոդելները, ծանոթանան եւ ինչպես մենք ենք բոլոր մեր հանդիպումների ավարտին ասում, թող գան Իհարկե, համեցեք, մեծ սիրով սպասում ենք Գևյան 12 խանութներում։ Որտեղ Լուսինեն ձեզ անհամբեր սպասում է, անվճար եւ գրագետ խորհրդատվության համար։ Այո, շնորհակալ։ Կհանդիպենք։ Կհանդիպենք։ Մենք շարունակում ենք տունտեղ հեռուստանախագիծը, որը ոչ միայն ամենադիզայներականն է, այլ նաև նախատեսված է վարպետների համար։ Տեղափոխվում եմ Խաղաղ Էջմիածին, Total ընկերության ամենաընդարձակ ցուցասրահներից մեկը, որտեղ զրույցը շարունակելու եմ վաճառքի տնօրեն Հովհաննես Մարտիկյանի հետ։ Ողջույն։ Ողջույն, Կարենջան։ Հովհաննես, այսօր առաջարկում եմ խոսել Total ընկերության բրենդի ճանաչելիության եւ տարածման մասին։ Շատ բարի, Կարենջան, տարիներ շարունակ Total ընկերությունը արդեն բավական մեծ տարածում ունի Հայաստանյան շուկայում եւ ձեռք է բերել վերջնական սպառողի վստահությունը։ Այսօր մեր Հայաստանյան շուկայում Total բրենդը ունի բավական մեծ ձեռքբերումները ինչի արդյունքում են ստեղծվել, հա, ինչի արդյունքում են կարողացել ունենանք նմանատիպ մեծ ձեռքբերումներ, որովհետեւ Մերաբյան եւ Օվթիներ ընկերությունը մեր Հայաստանյան շուկային առաջարկել է այնպիսի պայմաններ, հա, դեռևս որ ոչ մի գործընկեր, ոչ մի մրցակից գործընկեր չի կարողացել նմանատիպ պայմաններով ներկայանա մեր հայկական շուկային։ Դրանցից մի քանիսը կուզենամ նշեմ, հա, որն է մեր on-line հարթակը, որի միջոցով շատ հեշտ կոմունիկացիոն կապ ենք հաստատում գործընկերների հետ, մեր սերվիզը սպասարկումը, արագ առաքումը եւ Total-ի բավական մեծ տեսականի ունենալը։ Հովհաննես, հետաքրքիր է, Total ընկերությունը այսօր որքան գործընկեր ունի Հայաստանում։ Total ապրանքանիշը ներկայացված է մոտ 1300 վաճառասրահներում, 1300-ից առանձնանում են 200-ը որպես պաշտոնական գործընկեր, հա։ Պաշտոնական գործընկերը ունի որոշակի առավելություն մնացած գործընկերներից։ Դա իրենց կողմից հատկացված տեղը, ցուցադրությունը, տեսանելիությունը, պաշտոնական գործընկերը նաև առավելություն ունի այն հարցում, որ ինքը միշտ մասնակից է լինում Total-ի բոլոր կազմակերպված ակցիաներին
Պաշտոնական գործընկերոջ առավելությունը նաև այն է, որ Total ընկերությունը պատրաստ է իրենց աշխատողներին բերի մեր մոտ վերապատրաստման, ճիշտ գիտելիք, ճիշտ վաճառք, որպես այդպեսին սովորացնի կրթի, այո, նաև ինչու՞ չէ կրթի եւ արդեն պատրաստի մասնագետները կարող են անցնել աշխատանքի։ Հովհաննես, անպայման ուզում եմ ավելացնեմ, որ դուք մեծ ուշադրություն եք դարձնում նաև խանութ սրահի արտաքին տեսքին եւ ներքին հարդարմանը, ապրանքների ներկայացման տարբերակներին, գրեթե ամենտեղ նկատվում է ձեր հստակ ձեռագիրը, այսինքն ֆրանչայզինգի բոլոր կանոնները պահպանված են բոլոր մարզերի, փոքր թե մեծ խանութ սրահներում։ Տեսեք, երբ որ Total-ի մարտավարությունը մեր սեփականատիրոջ կողմից ընդգծվում էր, հա, դա համար մեկ պայմաններից մեկն էր, որ պետք է Total-ը ցուցադրված լինի վաճառասրահներում ամենալավ տեղում, պետք է տեսանելի լինի բոլոր վայրերից, հա, նաև դա մեր առավելություններից եւ ձեռքբերումներից մեկն էր, որովհետեւ մենք կարողանանք խանութ սրահներում մեր ապրանքատեսականի ճիշտ ներկայացնենք, ճիշտ ցուցադրենք։ Կարծում եմ նմանատիպ մշակույթը նոր էր Հայաստանում եւ արդեն ավանդույթը հենց դուք եք դրել։ Այո, ես քիչ առաջ որ խոսում էի նորամուծությունների մասին, մենք շուկային տվել ենք այնպիսի նորամուծություններ, դեռ մեր մրցակից գործընկերներից ոչ մեկ չի կարողացել նման մոտեցումներ ցույց տա, որից մեկը հենց այդ ցուցադրությունը, դասավորվածությունը, տեսանելիությունը, հա, դա եւս մտնում էր այդ շարքի մեջ, նորամուծությունների շարքի մեջ, շինարարական գործիք վաճառող խանութներում ինքը որպես այդպիսին, հա, կարելի է համարել նորամուծություն։ Կարծում եմ դա է պատճառը, որ հայ վարպետների համար Total խանութ սրահները դարձել են շատ սիրված վայր, ոչ միայն գնումներ կատարելու, այլ նաև խորհրդատվություն անվճար ստանալու, նոր գիտելիքներ ձեռք բերելու։ Բավականին մեծ աշխատանք է տարվում այդ ուղղությամբ, որովհետև այսօրվա դրությամբ մեզ շատ անհրաժեշտ է, հա, որ մեր վերջնական սպառողը ունենա ճիշտ գիտելիք եւ իմանա իր աշխատանքի համար ինչ ճիշտ գործի կարելի է ընտրել։ Շատ լավ։ Հովհաննես, Total ընկերությունը մշտապես նորամուծություններով է հանդես գալիս շուկայում, առաջարկում եմ խոսել նորամուծություններից։ Այո։ Որպես նորամուծություն շինարարական գործիքների մեջ, հա, առաջինը շուկային տվել ենք մենք։ Այո, այս ոլորտում առաջինը դուք եք եղել։ Դա իրենից ինչ է ներկայացնում, սերվիս, սպասարկում, merchandising, դասավորվածություն, ցուցադրություն, այսինքն Մերաբյան եւ Որդիներ ընկերությունը շուկային տվել է համալիր լուծումներ։ Մինչ առ այսօր այն լուծումները, որ Մերաբյան եւ Որդիներ ընկերությունը տվել է շուկային, մինչ առ այսօր ոչ մի մեր կոնկուրենտ գործընկերներից, մրցակից գործընկերներից դեռևս շուկայում չի առաջարկվել։ Մեր հաջողության գրավականներից մեկը հենց դա էր, որ մենք շուկային ներկայացանք նորամուծություններով, նոր լուծումներով, հա, համալիր լուծումներով, բիզնեսի նոր ձևաչափով, այո, որն էլ հենց մեր հաջողության գաղտնիքներ հանդիսանում։ Տեղին է նշեմ, որ ապրիլին ունենք ակցիա, որը վերաբերվելու է ամբողջ տեսականուն, մեր վերջնական սպառողը կարելի ասել գրեթե միշտ սպասում է մեր ակցիաներին եւ այս տարի մենք որպես այդպեսին շինարարական աշխատանքների սկիզբ որոշել ենք, որ մեր վերջնական հաճախորդի համար ներկայանանք նոր ակցիայով, որը որ կվերաբերվի ամբողջ տեսականուն։ Կարծում եմ հենց ճիշտ ժամանակն է, որպեսզի մեր հեռուստադիտողները ընտրեն 1300 խանութ սրահներից որևիցե մեկը այցելեն եւ գնումներ կատարեն։ Այո, հենց ճիշտ ժամանակն է, որովհետեւ նմանատիպ ակցիաները, որը որ կազմակերպվում է, հա, Total-ի կողմից, շատ շահավետ են, այսօրվա դրությամբ մեր վերջնական սպառողը քաջ գիտակցում է, որ Total-ի ակցիաները իրական են եւ շոշափելիորեն տարբերություն իրանք զգում են։ Շնորհակալ եմ Հովհաննես, առաջարկում եմ հաջորդ թողարկմանը հանդիպենք, շարունակենք մեր զրույցը, կհանդիպենք։ Տունտեղ հեռուստանախագծի այս հատվածում մենք զրուցում ենք լավագույն հատակային ծածկույթներից, տեղափոխվում եմ այս եթերաշրջանի գործընկեր Raflor ընկերության ցուցասրահ, որտեղ զրույցը շարունակելու եմ Շահենի հետ։ Ողջույն Շահեն։ Կարոտ ես։ Շահեն, այսօր առաջարկում եմ խոսել մարմոլյումի մասին, հատակային ծածկույթ, որը այնքան էլ մեծ տարածում չունի Հայաստանում, նույնիսկ ինձ համար շատ հարցեր կան անհասկանալի,
Եկեք փորձենք այսօր ներկայացնենք հերոսատիտողին այս ձևաչափով, այսպիսով ինչ է ինձ ներկայացնում մարմոլիումը։ Մարմոլիումը ինքը լրիվ բնական նյութերից պատրաստված հատակային ցածկույթ է, ինչի համար Հայաստանում շատ չկա, ավելի շատ կիրառվում է Եվրոպայում կամ աշխարհում, ինչի համար, որովհետև այն ստանդարտները, որոնք կիրառվում են շինարարության մեջ Եվրոպայում, օրինակ դա կանաչ շինարարության, էներգախնայող շինարարության մասին, մարմոլիումը ամբողջությամբ համապատասխանում է նման նորմատիվներին, քանի որ Հայաստանում նման խիստ պահանջներ դեռ չկան, մարմոլիումի կիրառումը միայն այն դեպքերում է, երբ որ սեփական, այսինքն որևէ տարածքի սեփականատեր իր պահանջն է, որ օրինակ, այո, կա ունենք մենք մի քանի հյուրանոցներ, որտեղ մանկական օրինակ այդ խաղալու զոնան ամբողջությամբ արվել է մարմոլիումով, դա սեփականատիրոջ ցանկությունը եւ պահանջն է եղել։ Շատ լավ։ Եթե խոսենք առավելություններից, կարող ենք նշել, որ մարմոլիումը ունի նույն առավելությունները, ինչ օրինակ վինիլային հատակային ծածկույթները։ Այո, համարյա նույնն են։ Իրենք էլ եւ մանկական սենյակներում ստանդարտներով եւ հատուկ պահանջներ ունեցող տեղերում նախատեսվում է նաև մարմոլիում։ Երկար շարժին կայուն են եւ նույնպես բակտերիասոնք չեն վերցնում։ Ավելի շատ կիրառվում է մանկական սենյակներում եւ բուժհաստատություններում։ Շահեն, իսկ արդյոք կան նույն տարբերակները, հա, հատիկային եւ ռոլոնային, թե այս դեպքում չկա այդպիսի տարանջատում։ Կա, երկու դեպքում էլ ունենք, ուղղակի իր տեղադրման տեխնոլոգիան եւ process-ը ավելի դժվար է։ Եթե խոսենք խնամքի մասին, ապա կրկին կարող ենք ասել, որ վինիլային հատակի խնամքին է մոտ։ Նույնն է։ Ամբողջությամբ նույնն է։ Ամբողջությամբ նույնն է։ Հատուկ ինչ որ պահանջ չկա։ Խոսենք ապրանքանիշերից, ինչ ապրանքանիշերի հետ եք աշխատում, որոնք ներկայացված են։ Մարմոլիում մենք ներկայացրել ենք ու քանի որ իր վաճառքներն էլ այդքան շատ չեն, բայց մեր Forbo ընկերությունը մեր որի ներկայացուցիչն ենք Հայաստանում եւ մարմոլիումը եւ Flotex-ը մենք ունենք արդեն եւ տեղում եւ կարող ենք պատվերներն արագ իրականացնել, նաեւ ճիշտ տեղադրման process-ը կարող ենք իրականացնել։ Շահեն, նշեցիք, որ մարմոլիումը պատրաստված է բնական նյութերից, խոսքը ինչ նյութերի մասին է։ Դա բնական փայտի թեփից է, թեփ, կտավատի փոշի, կտավատի յուղ, ջութել եւ այլ բնական նյութերից։ Հաշել է, ենթադրում ենք, որ նաեւ բույր չունի, հա, տհաճ առհասարակ։ Ինչքան կտավատն ունի, կամ օրինակ կակաոյի յուղով ու ինքը նման հետաքրքիր բան է։ Դե ինչ, մեզ մնում է հրավիրել մեր բոլոր հերոստատիտողներին, ովքեր նախընտրում են ամենալավագույնը Հրաչակոչար 10 եւ Կոմիտաս 56, այնպես որ պարզվում է, որ բացի այն ավանդական ասած հատակներից, որը մեր հեռուստատիտողները գիտեն, մենք ունենք նաեւ շատ խիստ պահանջներին համապատասխան հատակներ, որը այնքան էլ ճանաչելի չեն Հայաստանում։ Շնորհակալ եմ, մենք կհանդիպենք մեր հաջորդ թողարկմանը եւ կբացահայտենք մեկ այլ հատակային ծածկույթ։ Կհանդիպենք։ Բարի վերադարձություն տեղ հեռուստանախագիծ, վստահ եմ շատ անհամբեր սպասում եք ամենասպասված խորագրին, Տոնիկյան բիլդի վերանորոգման ընթացքին եւ այսօր խոսելու ենք դիզայն, իրականություն, դիզայներների սխալներ, ինչպես դրանցից խուսափել, այս շատ կարևոր թեմայից, որովհետեւ երևի թե մեր բոլոր հաճախորդները, այն մարդիկ, ովքեր մեր մոտ եկել են ուրիշների մոտից հետո, կարևոր խնդիրը իրենց սա է, որ կա դիզայն, կա պատրաստի պրոյեկտ, բայց արի ուտես, որ դա իրականության հետ չի համընկնում։ Ինչի հետևանքով է սա լինում։ Նախ, ասեմ, որ քաղաքում իրականում չգիտեմ ինչ տենդենս է, երևի լավ տենդենս է կամ վատ, բայց շատ են շատացել դիզայներները։ Բայց ցավոք սրտի դա չի ազդում որակի վրա։ Շատ դիզայներներ, այո, անկեղծ կարող եմ ասել, որ շատ սիրուն նախագծեր են անում, նայում ես ռենդերով շատ սիրուն է, շատ լավ է, բայց արի ուտես, որ դա հնարավոր չի իրականացնել։
Ինչի հնարավոր չի, իհարկե հնարավոր է, բայց նույն բանը չես ստանալու, որովհետև շատ կարևոր է դիզայների համար ոչ թե միայն գեղեցիկ պատկեր նկարելը, այլ շատ կարևոր է գծել եւ նկարել այնպիսի պրոդուկտներ ու այնպիսի լուծումներ, որոնք շուկայում առկա են։ Քանի որ հակառակ դեպքում թեկուզ չնչին տարբերությունը ապրանքի ու դիզայնի մասով բերում է ընդհանուր կոմպոզիցիայի անկման։ Այսինքն, երբ որ կոմպոզիցիան չի ստացվում այնց ոնց որ ռենդերում է, բոլորիս համար բնականաբար հաճախորդի համար էլ դա ինչ-որ ոչ ցանկալի արդյունք է։ Դրա համար ոնց ենք մենք այդ հարցը լուծում։ Նա, երբ որ մենք ենք դիզայն անում, բնականաբար մեր բոլոր պրոյեկտներում դիզայն անում ենք մենք, ու դիզայնի ժամանակ օգտագործում ենք միայն գույներ, նյութեր, ապրանքներ, որոնք շուկայում առկա են։ Պրոյեկտի մեջ հստակ կոդերով նշված է, որը ինչ է, ու ռենդն էլ մաքսիմալ համապատասխանում է իրականությանը։ Բնականաբար ռենդը իրականությունից տարբերվելու է, դա անխուսափելի է, բայց հնարավոր է դա հասցնել մինիմալի։ Եվս մեկ կարևոր հանգամանք է, պետք է հաշվի առնել, որ դիզայները պարտադիր չի, որ լինի կոնստրուկտոր, լինի ինժեներ կամ լինի շինարար։ Դիզայները մի հատ մարդ է, որը տալիս է ոդիներ, թե ինչպիսին է ինքը պատկերացնում բնական արտաքին տեսքը։ Եվ դիզայների համար շատ հաճախ շատ դժվար է տեխնիկական որոշ լուծումներ տալ։ Ինչի մասին է խոսքը։ Խոսքը նրա մասին է, որ դիզայները կարող գծի ինչ-որ մի հատ սենյակ կամ ինչ-որ մի հատ լուծում, որը տեխնիկապես ի սկզբանե անհնար է լինելու կատարել։ Մեր պարագայում ոնց է այդ հարցը լուծում։ Մեր մոտ process-ը գնում է զուգահեռ։ Մեր մոտ մեր ինժեներները, մասնագետները մասնակցում են նաև դիզայնի process-ին։ Հա, շատ լավ օրինակ մեր պրոյեկտներից մեկում, որը մենք վերցել ենք արդեն պատրաստի դիզայնով, կար sense մի հատ խնդիր։ Կար զուգահեռանկոնքի տեղակայման խնդիր, որը դիզայնով ամեն ինչ օքեյ է, բայց ռեալ բնակարանում տեխնիկապես հնարավոր չի այդտեղ բերել խողովակ։ Քանի որ կարևոր չի տեխնիկական խնդիրը, չանդրադառնանք դրան, տեխնիկապես հնարավոր չի։ Հիմա այս հարցը, եթե մենք դիզայնով անենք պրոյեկտը, մեր մասնագետները ի սկզբանե կհուշեին, որ այդ դասավորվածությունը անհնար է լինելու տվյալ բնակարանում, եկեք մտածենք ուրիշ բան։ Նման խնդիրներ կան, ու նման խնդիրները լուծումը հենց դա է դիզայնը քննարկել մասնագետների հետ, որոնք իրականացնելու են վերանորոգումը։ Եվ տոնիկյան բիլդը այն միջավայրն է, որտեղ բոլոր մասնագետները, դիզայներները, շինարարները, սանտեխնիկը, էլեկտրիկը համատեղ են մշակում վերջնական պրոդուկտը, այլ ոչ թե սկսում են իրար մեղադրել, թե ով ինչ չի արել ու պատճառով ինչ եղավ։ Խոսելով դիզայնի սխալների մասին, շատ կարևոր է նաև անդրադառնալ հաճախորդների սխալների մասին։ Չնայած կա այդպես հայտնի խոսք, որ հաճախորդը միշտ իրավացի է, բայց դա այդքան էլ տենց չի իրականում։ Ասեմ ինչի մասն է խոսքը։ Շատ հաճախ մարդիկ փորձում են պլանավորել նախորդ իրենց վերանորոգումը մի տարի առաջ, տարուկես առաջ եւ դիմում են ու ուզում են անել դիզայն, որից հետո նոր կանեն վերանորոգում։ Տրամաբանորեն է, որ այդպես են անում մարդիկ, բայց այստեղ մի հատ կլուչիվոյ հարց կա, որ այսօրվա դիզայնը հիմնված է այսօրվա նյութերի վրա։ Այսինքն, եթե հիմա դիզայները մի տարի առաջ անում է բնական դիզայն, շատ տրամաբանական է, որ ինքը անում է այն նյութերով, ինչ որ կա այս պահին շուկայում։ Սա բերում է նրան, որ մի տարի հետո մեծ հավանականությամբ այդ նյութերը էլ չեն լինելու։ Ու կամ դիզայնի ծայական շեղում է լինելու, կամ նորից է պետք լինելու անել դիզայն։ Ինչ ենք մենք խորհուրդ տալիս այս պարագայում։ Մենք խորհուրդ ենք տալիս չշտապել ու դիզայնը սկսել ոչ թե տարի-տարուկես առաջ, այլ սկսել օրինակ մի ամիս առաջ։ Մի ամիսը դա այն ժամկետն է, որի ընթացքում կարելի է ունենալ այնպես դիզայն, որը չի կանգնեցնի աշխատանքների ընթացքը, այսինքն հետ չի գնի վերանորոգումը դրանից ու նյութերի արկայությունն էլ ակտուալ կլինի։ Եվ նաև շատ կարևոր է ճաշակի հարցը, քանի որ մի տարի-տարուկեսման ընթացքում տրենդերը բնականաբար փոխվում են, շատ հավանական է, որ հաճախորդի ճաշակն էլ փոխվի ու շատ քիչ հավանական է, որ ինքը կհավանի այն դիզայնը, որը ինքը մի տարի-տարուկես առաջ արել է։ Դե ինչ առաջարկում տեղափոխենք Շին հրապարակ եւ տեսնենք մեր վերանորոգման առաջին նշումները։
Դուք շարունակում եք դիտել Տունտեղ հեռուստանախագիծ, իսկ մենք շարունակում ենք հյուրընկալել մեր հյուրերին։ Այս պահին մեր տաղավարում հյուրընկալել են Epic Tower ընկերության տնօրեն Հարություն Խաչատրյանին։ Ողջույն Հարություն։ Բարև ձեզ Կարեն ջան։ Ինչպե՞ս եք։ Լավ, շատ հաճելի է, շնորհակալ եմ հրավերի համար։ Հարություն, արդեն որերորդ եթերն է, որ խոսում ենք ձեր նախագծերից մեկի Panorama Hills բազմաբնակելի շենքի մասին եւ բազմաթիվ լավ կոմենտներ ունենք այս շենքի վերաբերյալ, այսօր խոսելու ենք այս բազմաբնակելի շենքի առավելություններից։ Ինչ առավելություններ կնշեք հիմնականում, որով տարբերվում եք շուկայում առկա բազմաթիվ այլ նախագծերից։ Դե Կարեն ջան, առաջի հերթին եւ բոլորն են նկատել, եկեք ընդգծենք իր դիրքը, որտեղ դիրքը դա քննարկելի է։ Բացի այդ, ունենք շատ լավ թիմ, որը աշխատել է ընդհուպ միջև ցանկացած բնակարանի բնական օդափոխության խնդիրը լուծելու համար, որ բնակարաններ լինեն, հույսը չբնամիականացան, այլ բնական օդափոխություն լինի, չհաշված նրան շենքի որակը, շենքի օգտագործվող նյութերը, բոլորը հաշվարկված է այնպես, որը ջերմամեկուսացում է եւ ձայնամեկուսացում, որ բնակիչները ցանկացած կացան, ասենց ասած հայերենից հայավարի ասեմ, ցանկացած կացան ոդեն ինքը արդեն մի 20-ից 30% խնայողություն առնելու, քան ցանկացած այլ շենքում, որտեղ լուծումներ է տված։ Հարություն, մեր նկարահանման թիմում մենք նույնպես բազմաթիվ անգամներ այցելել ենք շենք, բնականաբար կարող եմ նշել, որ շենքը լյուքս դասի շենք է, հա, քանի որ ունի առանձնահատկություններ, որ ես Հայաստանում երբևիցե չեմ տեսել, օրինակ ինձ զարմացրեց ինդիվիդուալ վերելակի տարբերակը, հա, որ հենց վերելակ անմիջապես բարձրացնում է մարդու բնակարան։ Ունենք նմանատիպ տներ, բացի ինդիվիդուալ վերելակից, Կարեն ջան, այդ բնակարանները նաև ունեն իրենց ինդիվիդուալ ավտոկանատեղիները, այսինքն բնակիչը կարող է մեքենա մտնել իր ավտոկանատեղի եւ ոչ մեկ չտեսնի ինքը ոնց բարձրացավ լրիվ իր տարածքում է դիմացի հատվածը դրանք են վերելակներն էլ արդեն տեղադրում ենք կոնե ֆիրմային են մենք անմիջապես աշխատում ենք ներկայացուցիչների հետ նաև 3 առավոտվանից Կարեն ջան սկսել ենք ամբողջ շենքի սալիկապատման աշխատանքները մեր լողավազանի եւ թենիսի կորտի կողքերը եւ ինչպես նաև ամբողջ շենքի շքամուտքը աստիճանները սարքում բանա գրանիտե սալիկներ են օգտագործում։ Այո, գրանիտե տակի ես նաև անպայման նշել, որ ուշադրություն եմ դարձել, որ նույնիսկ պատահանագոքերը, հա, արտաքին մասից օգտագործում եք տրավերտինե քար, ինչը նույնպես այսպես ամարուքների ուշադրություն դարձել։ Ձերքի աշխատանք ամբողջ Կարեն ջան, դրա համար էլ ասենք, ուզում եք սարքենք ամենավորակով, ամենալավը, ու այդ ձևը գնում է։ Հարցն հետաքրքիր է նաև, որ ունենք բնակարաններ, որ բավականին մեծ են եւ ես շուկայում անկեղծ ասած չեմ հանդիպել այդքան մեծ բնակարաններ։ Ինչն էր պատճառը, որ որոշեցիք այդպիսի մեծ բնակարաններ ստեղծել, կար պահանջարկ։ Նաև պահանջարկ կա, կան հետո մեր, գիտեք, մեր ճարտարապետները ոնց որ իրանց մտահաղացումն է, ուզում էին օդի մեջ սեփական տուն ստանային։ Այսինքն եթե մարդը օդի մեջ դիմաց ունենա իր տերասան, կա դնի լողավազան, փոքր դնի իր համաբան, մենք էլ այդպես հավանեցինք, որովհետև գնում ենք առաջ։ Այսինքն ամենամեծ բնակարանը քանի քառակուսի է։ Մի 350 կլինի։ Ահա, շատ լավ։ Նաև անպայման նշեմ, որ կա զգացողություն, որ ինչ-որ միկրոքաղաքում ես հայտնվում, որովհետև ինչպես դուք նշեցիք, ունեք սեփական լողավազան, սպա կենտրոն, մարզասրահ, թենիսի կորտ, այո, եւ բոլոր իր բանը ունենք նաև մանկական հատվածներ զոնա։ Մանկական սրահ ունենք, որ երեխաները լողանան, օգտվեն։ Մինի բար ունենք այդտեղ։ Հարություն նշեցիք, որ շատ մանրակրկիտ ուշադրություն եք դարձնում նաև նյութերի ընտրությանը, հա։ Աշխատում եք բավականին լուրջ ընկերությունների հետ, ինչպիսիք են օրինակ պատուհանների տեղադրող մեր լավագույն գործընկերներից մեկը Ստեկոյի հետ եք համագործակցել, տեղադրել եք ջերմամեկուսացվող ալյումինե պրոֆիլները եւ հատուկ ճառագայթների մեր համար պատվիրեց բերեց այդ արևի ճառագայթներից եւ էներգոխնայող ապակիները։ Այսինքն բոլոր նորարարական լուծումները շինարարական աշխարհում կիրառվել են այս շենքում եւ կարծում եմ սա իսկապես կդառնա Հայաստանում լավագույն շենքերից մեկը, որտեղ բնակիչները, բնակիչները կզգան իրենց աշխարհի բնակիչներ։ Եվ դնում է եւ դա ինքը նաեւ անվտանգային մեծ լուծումներ է տված Կարեն ջան, ինքը դառնում է փակ տարածք, փակ զոնա, որ ցանկացած մարդ չի կարող մուտք գործել, որ բոլոր երեխաները ասեն ոչ մեկ չմտածի։
երեխաներն հարցերը բոլորը լուծված են։ Նաև հիշում եմ, որ մեզ ներկայացվեց, որ այն հատվածը, որ նախատեսված է այսպես զբոսանքի կամ հանգստի գոտի, հա, ավտոմեքենաներ չեն կանալու։ Ոչ, այո, չկա, դա մեր հողի տարածքի ծայրամասում ունենք դրսի համար նախատեսված ավտոկանատեղի, դա հյուրերի համար, դա իսկ շենքի բակը, դա զուտ լինելու է զբոսանքի, զվարճանքի ծառերը տնկվելու, որ հանգիստ փակ տարածք լինի։ Եվ իհարկե տեսանն էլ հրաշք է, որովհետև կարծես թե Երևանը ձեր ափում է գտնվում։ Բացի ափում, համել մենք բոլորս պետք է հարմարվենք արևին եւ այնց է մեր շենքը, մեր նախագծողները այնց են դիրքավորել, որ արևը գրեթե 10-15 ժամ շենքի ցանկացած բնակարանում արև կա։ Հրաշալի է։ Դե ինչ կարծում եմ շատ հեռուստադիտողների մոտ ցանկություն առաջացավ էքսկուրսիա ունենալ ձեր կառուցապատվող տարածքում եւ աչքով դիտել այնիշ մենք ցուցադրում ենք, հա, հեռուստադիտողներին։ Մեծ սիրով ցանկ պատրաստենք ցանկացած ժամանակ։ Ինչպես կարելի է գալ, ում պետք է զանգահարել, պայմանավորվել, եթե ունենք այդպիսի։ Իրանք թող մոտենան, ընդ մենք լավ թիմ ունենք, շատ ուժեղ դիզայներ ունենք։ Մեր Էրիկը բոլորին մենք բոլորին դիմավորի, ցանկացած բնակարան նաև պետք լինի 3D մոդելավորումը կտա, որտեղ մենք ամբողջ ունենք, մանրամասն կբացատրի հնարավորությունները, ինչ կարող է լինել, որտեղ մարդիկան կարող է ինդիվիդուալ պրոյեկտ ուզեն, մենք խնդրի չկա, մենք այդ տրամադրենք։ Կարծում եմ սա այն փուլն է, երբ արդեն բնակիչները ապագա կարող են գալ, հասկանալ մոտավոր իրենց տեսքը ինչպես կարող է լինել, ինչու ոչ երազել, որովհետև ամեն ինչ սկսվում է հենց երազանքից։ Շնորհակալ եմ Հարություն, հետաքրքիր համագործակցության համար։ Կարծում եմ այս 3 ամիսների ընթացքում մենք դեռ առիթներ ունենալու ենք։ Այո։ Եվ կդառնանք նաև ներկա շենքի արդեն ավարտական միջոցառման ժամանակ։ Մեծ սիրով Կարեն ջան։ Շնորհակալ եմ։ Ձեզ եմ շնորհակալ։ Դուք շարունակում եք դիտել «Տունտեղ» հեռուստանախագիծ, իսկ մենք շարունակում ենք խոսել այն ամենի մասին, ինչ ձեր ինտերիերը դարձնում է կատարյալ։ Ինքնարժեքից ցածր, այսինքն ոչ թե էժան, այլ շատ էժան ինքնատիպ ինտերիեր ստանալու համար պետք չէ քանդել ամբողջ տունը ու նորոգում սկսել։ Կարելի է ընդամենը պատերը համալրել տերմովոլի պրոդուկտով։ Այն ոչ միայն գեղեցիկ տեսք կհաղորդի ինտերիերին, այլ վիզուալ առումով կփոխի տարածական ընկալումը։ Կկատարի նաև ջերմամեկուսացում, ինչով էլ առանձնահատուկ են տերմովոլ պանելները։ Ինչպես նշեցի, սրանք նորույթ են հայաստանյան շուկայում, բայց արդեն ունեն լայն կիրառում։ Կիրառվում են հատկապես այն տարածքներում, որտեղ ջերմամեկուսացման անհրաժեշտություն կա, կարգավորելու շինության ներսում ջերմությունը եւ բարձրացնելով էներգիախնայողությունը։ Հատուկ նյութերով մշակման շնորհիվ դրանք նաեւ ձայնամեկուսիչ են։ Ամուր են եւ ժամանակի ընթացքում չեն կորցնում ոչ իրենց ամրությունը, ոչ էլ տեսքը։ Դե իսկ երկարակեցությունը երաշխավորված է։ Ամբողջ տեսականում կարող եք ծանոթանալ Վարդանանց 69 դրոփիկ հասցեում տեղակայված Առաստաղ AM-ի խանութ սրահում։